Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգել երուսատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցել եմ հայկական ճանապարհ կուսակցության հիմնադիր Նարեկ Մանուկյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մանուկյան մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իշխանությունները սկզբում հայտարարում են, որ իրենք վարկանիշի խնդիր չունեն եւ ժողովուրդը իրենց վստահում է, բայց օրերս տեղի ունեցավ մի իրադարձություն, մի որոշում դեռ որ կիսատ է թոշակների այսպես կոչված բարձրացման մասին, ինչը ցույց է տալիս, որ իրենք հասկանում են, որ ռեալ վերընտրվելու խնդիր ունեն, այդ հարցը չեն լուծել եւ գնում են պետական իմ գնահատմամբ պետական միջոցների հաշվին կաշառքի ճանապարհով։ Դուք ինչպես եք գնահատում այս չնայած են իրենց պնդումներին, որ թոշակները հնարավոր չի բարձրացնել, չկան միջոցներ, որ թոշակառուները չգիտեն 10,000 դրամը ինչպես ծախսել, որոշեցին բարձրացնել դա։ Իրականում ինքը թոշակների ռեֆորմը շատ կարևոր ռեֆորմ է, քանի որ մեր 65+ կամ 63+ քաղաքացիների կենցաղը սոցիալական վիճակը շատ կարևոր է, բայց պետք է այդ ամեն ինչը համանշ լինի տնտեսությանը, այսինքն պետք է դա հաջորդի տնտեսական մեծ հաջողություններին ու պետք է լինի adekvat ներկա սոցիալական իրավիճակին, ասենք եթե հաշվում են մարդու մինիմալ կենցաղը ապահովելու համար հարկավոր է 80,000 100,000 դրամ, ուրեմն պետք է լինի այդքան։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ ամեն ինչը գիտակցում է, բայց այն ինչ որ անում է ներկա իշխանությունը, դա ոչ թե ինչ որ ուղղված է, միտված է մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուն, այլ ուղղված է իրենց ձայներ հավաքելուն, այդ ակնհայտ է, հենց իրենց խոսքերից է երևում, մոտ մի քանի ամիս առաջ, երբ որ հայտարարում էին, որ չենք բարձրացնելու, այլ արեցինք այլ ռեֆորմ, ասենք առողջապահության ապահովության ռեֆորմը, բայց տեսան, որ չէ, այնուամենայնիվ խնդիրներ կան վարկանիշի հետ կապված եւ երևի ինչ որ մարդիկ խորհրդվեցին, որ որոշակի ձայների քանակ կապահովի այս ամեն ինչը, բայց այնուամենայնիվ մեր թոշակառուների համար ուրախ ենք։ Իհարկե լավ է որ թոշակները բարձրանում են, բայց լավ չէ որ նախընտրական հենց փուլում են անում։ Դուք ելնելով այս ստեղծված իրավիճակից, իշխանության վիճակը հետո կան կնդիմությանը, ինչպես է գնահատում։ Իրենց մոտ ինչ որ ցայտնոտնային վիճակ տեսնում եք կամ գիտակցում, որ իրենք չեն վերընտրվելու։ Ուրեմն կամ շանսերը փոքր են, եթե ապօրինության չգնան։ Իրականությունը հետևյալում է կայանում։ Ես այդպես փոքրիկ սոցիալական հարցումներով հնարավոր ամենօրյա ռեժիմով կամ նայած մեր շրջապատում, մեր շրջապատիզում հնարավոր ամեն ռեսուրս օգտագործում ենք, հասկանանք իրողությունները ինչպիսին են եւ մոտավոր գնահատականը իրենց ընտրողների քանակը ամբողջ հանրապետությունում մոտ 20%-ի մոտ է։ Այսինքն ամբողջ ընտրողների հետ կապ, այսինքն եթե ընտրողները 2.5 միլիոնի մոտ են, մոտ 20%-ի մոտ են, բայց եթե ընտրողները ընտրությանը մասնակցեն դրա կեսը, իսկ իր ընտրողները բոլորը մասնակցեն, դա կդառնա 40%։ Այսինքն այն թեզը, որ գրեթե բոլորը գիտակցում են, որ քիչ ընտրություն գնալով են իրենց հաղթանակը ապահովելու, իմ կարծիքով շատ ճիշտ է եւ քաղաքական ուժերի համար շատ կարևոր պետք է մարդկանց մոտիվացնել անպայման ընտրության գնալ, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, որ իրենց ընդհանրապես չեն կիսում այս իշխանության վարած քաղաքականությունը եւ հստակ հասկանում են իրենց վերած խնդիրները եւ իրենց վերած արավիքները Հայաստանի Հանրապետությանը եւ տեսնում են, որ ապագայում ինչեր են բերելու, բայց հավատը կորցրել են բոլորի նկատմամբ եւ իրենք քաղաքականապես լրիվ զրո վերաբերմունք ունեն քաղաքականությանը, առավել եւս ընտրությունների չեն մասնակցում։ Պարոն Մանուկյան, մենք վերջին մեր քննարկման ժամանակ պայմանավորվեցինք, որ կխոսենք հայ-ռուսական հարաբերություններից, ձեր կուսակցության, ձեր տեսակետների, մոտեցումների վերաբերյալ, որովհետև դրանք ամենաշահարկվող, ամենաչարչերկված թեման են։ Բանը ասել է նրան, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստորեն նամակ է ուղարկել Եվրամիությանը, խնդրելով, որ օգնեն ռուսական միջամտության դեմ, այսինքն եթե կա նման միջամտություն, իրենք էլ բերում են արևմտյան միջամտություն, եթե չկա նման միջամտություն, իրենք
էլի բերում են արևմտյան միջամտություն այդ պատրվակով։ Ինչպես է գնահատում այս նամակը նման մոտեցում, սա ինքնիշխան պետության վարքագիծ է թե ոչ, հետո կգանք արդեն ձեր մոտեցումներին հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Իհարկե ինքնիշխան պետության նույնիսկ նշულ անգամ չկա, երբ որ ինքը իր երկրի ներսում խնդիրները չի կարողանում լուծի, եթե ինքը խնդիր է տեսնում ու դիմում է անկախ թե ում է դիմում, եթե համարեն արևմուտքը համարում են այդ նոր քաղաքակրթության, ինչ որ դեմոկրատիայի բուն բնաղբյուրը անկախ այդ ամենից համարում են, բայց թե դա իրական ինչքանով է իրականության համապատասխանում, դա էլ է շատ հարցականի տակ, բայց այդքանով հանդերձ, երբ որ քո տան խնդիրները չես կարողանում լուծել եւ դիմում ես այլ երկրներին, այլ կառույցներին, ակնհայտ տեղիշխանության ինքնիշխանության նշույլ անգամ չկա։ Եվ իմ գնահատականը դա է եւ ինքը նույնիսկ իմ կարծիքով օրենքի հետ կապված Հայաստանի ներքին օրենքների հետ կապված դրանում ես խնդիրներ եմ տեսնում։ Հիմա դուք ինչպիսին եք պատկերացնում հայ-ռուսական հարաբերությունները ինչպիսին պիտի լինեն։ Բնական է, որ ցանկացած նորմալ պետություն այս հարաբերություններին կողմնակից չի լինի, բայց ինչպիսի հարաբերություններ հասկանալ է, որ նաև չպետք է կողմնակից լինել հանուն Ռուսաստանի Հայաստանի շահերը զիջելու բանի, հա, մոտեցմանը, ձեր մոտեցումը որն է։ Ուրեմն մեր քաղաքացիներից յուրաքանչյուրն ախ պետք է իր մեջ հարցնի ինքը Ռուսաստանի Դաշնությունից ինչ է ակնկալում։ Այսինքն եթե դու դա հենց խնդիրը տեղից է սկսում, հենց խնդիրը տեղից է սկսում։ Այսինքն իմ մտածելակերպով յուրաքանչյուր պետություն մեր համար ուղղակի կարա լինի դաշնակից, կարա լինի գործընկեր եւ հարաբերությունները պետքա այն պետություններին բացառություն են կազմում պետությունները, որոնք իրենք ճշնամական հարաբերություններ ունեն մեր հետ եւ իրենց գործողություններով դա ամեն ինչ արտահայտվում։ Ռուսաստանի Դաշնությունից նայած մենք ինչ ենք ակնկալում։ Նախ Ռուսաստանի Դաշնությունը 17 միլիոն կիլոմետր քառակուսի կիլոմետր ունի տարածք ունեցող պետությունը ամենակիչը այդ 17 միլիոն քառակուսի կիլոմետրը մեծ ռեսուրս է ինքը ունի մոտ 150 միլիոն բնակչություն դա մեծ շուկա է այսինքն եթե ուրիշ ոչինչ չդիտարկենք եւ օրենքները ԵԱՏՄ-ի շրջանակներում այնպիսին են որ մեր քաղաքացիները բազմաթիվ բիզնես գործունեություն կարող են ծառայել եթե քաղաքական առումով ռազմական առումով նույնիսկ դնենք մի կողմ մեծ տնտեսական հնարավորություններ է եւ բազմաթիվ պետություններ աշխարհում երազում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններ սկսեն որտեղ մեծ շուկա է որտեղ ներքին շուկայի համար մեծ պահանջարկ ունեցող ու բազմաթիվ ապրանքներ իրենք չեն արտադրում այսինքն ներմուծում են Չինաստանի համար երազանք է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնել տնտեսական առումով ամենակիչը Չինաստանի քաղաքացիները երազում են հնարավորություն ունենան օրենքով Ռուսաստանում աշխատելու իրավունք ստանալ որտեղ այնտեղ քվոտաներ կա բազմաթիվ հարցերում եւ իրանք յուրաքանչյուր ընկերություն քիչ քանակի չինացիներ կարող ընդունի սահմանված չքանակի եւ սահմանված ժամկետում այսինքն ես Ռուսաստանի Դաշնությունում բիզնես ծավալած մարդ երազում են չինացիները ուղղակի երազում են եւ բազմաթիվ քայլեր են եւ այնտեղ խստորեն նույնիսկ ես ինչքան գիտեմ արգելված է Չինաստանի քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիություն տալը այսինքն այս մարդիկ գիտակցում են չէ Ռուսաստանից ոչ թե ինչ որ մի բան չեն ուզում ինչ որ ռազմական օգնություն չեն ուզում ինչ որ չգիտեմ քաղաքական օգնություն եւ մեծ շուկա է մեծ ռեսուրսներով աշխարհի ցամաքի տարածքը մոտ 150 միլիոն է մոտ 17 որից 17 միլիոնը Ռուսաստանի տիրապետության տակ է իր մեծ այդ Սիբիրի ռեսուրսներով Այսինքն եթե այդ նույն քննադատներին որ ասում ենք լավ հասկացանք ինչ որ ռազմական առումով ձեր մոտ չի ստացվել մյուս առումով եթե չի ստացվել տնտեսական առումով հստակ չէ շահեկան է մեզ Ես զարմանում եմ մենք քաղաքական գործիչների հետ, քաղաքական գործիչների վրա մանավանդ ընդդիմադիր դաշտում, ովքեր հանկարծ իրենց թույլ են տալի Ռուսաստանի Դաշնության ասում են թշնամի։ Իրենք հստակ ապագա ստախոսներ են։ Այսինքն լավ վաղ չեմ սոր իրան տաս երկրի ղեկավար, ինքը նույն բառերը կարնալու է կրկնի։ Իհարկե ոչ։ Ոչ թե վախենալու է, լավ դնենք մի կողմ։ Նախ իրականում մեծ պետությունից ուժային կենտրոնի հետ զգուշ շփվելը, խելամիտ շփվելը շատ տրամաբանական է, բայց դնենք այդ ամենը մի կողմ, տնտեսական տեսանկյունից իրան թույլ է տալու նման արտադրություն անի։ Հաջորդ օրը Հայաստանի Հանրապետությունում, չգիտեմ, հացի գինը ու եսի ինչի գինը կտասնապատկվի։ Ոչ թե իրանք Ռուսաստանի Դաշնությունը կանի այդ։ Ուղղակի տրամաբանական է, որտեղ մեր բազմաթիվ կապերով մենք կապված ենք ու բազմաթիվ առումով մենք ենք օգտվում իրանցից, ոչ թե իրանք մեզանից։ Իսկ ինքը լինելով մեծ ուժային կենտրոն իհարկե միշտ կփորձի ազդեցություն թողնել մեր տնտեսության վրա, մեր քաղաքականության վրա։ Իսկ ով չի փորձի։
Իսկ ով չի փորձի։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանին տանենք տենք Ռուսաստանի Դաշնության պրեզիդենտ, ինչ էր անել ուստեի պրեզիդենտին։ Կարող արդեն ձերբակալած լինի։ Արդեն ոչ դաշնակցային հայտարարություններ եք անում Ռուսաստանի։ Չէ, ես օրինակ եմ բերում, այսինքն ինքը արդեն ձերբակալած կլներ ստեի ղեկավարին, չէ՞, իր բնավորությունը հաշվի առնելով։ Այսինքն չլիներ։ Հա, այսինքն պատկասում եք ինքը լինելով իր այդտեղ մարդիկ խոսում են, ինքը ունենալով այդ մեծ ռեսուրսը բավականին չեզոք հապաղում մեր հանդեպ։ Բավականին չեզոք հապաղում։ Պարոն Մանուկյան, ընդհանրապես մենք խոսեցինք նաև դուք ասում եք տնտեսական, ինչը լրիվ հաշվարկված է, տնտեսական ինչ օգուտներ ենք ստանում։ Դաշնակցային մյուս առումով, ռազմաքաղաքական առումով նայենք։ Մի անգամ Միքայել Սրբազանը հետաքրքիր միտք ասաց, մենք դժգոհում ենք Ռուսաստանից որպես վատ դաշնակից, իսկ արդյոք մենք լավ դաշնակից ենք։ Որտեղ դաշնակցություն նշանակում է երկկողմանի, չէ՞, հարաբերություններ։ Մենք որպես պետություն կա ինչ-որ հարց, որի մասով Ռուսաստանի համար հենարան ենք։ Ցանկացած մեծ պետություն ուժային կենտրոն տարբեր տարածաշրջաններում ուժում է իր դաշնակիցներն ունենա եւ իր ազդեցությունը տարածի այդ տարածաշրջանում այդ պետության միջոցով, որտեղ բոլորի վրա մեծ ազդեցություն չես կարող թողնել։ Իմ կարծիքով անցյալ 30 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում տպավորություն է, որ այդ Կովկասյան տարածաշրջանում հարավային Կովկասում իր հենարանը Հայաստանի Հանրապետությունն է, բայց իշխանությունը փոխվելուց հետո բազմաթիվ փոքրիկ դետալներից սկսված մինչև առանցքային իշխանության ներկայացուցիչների կողմից հայտարարություններ իրենց մոտ հստակ տպավորություն ստեղծվեց, որ բազմաթիվ հարցերում այդքան էլ հուսալի չենք, բայց ինքս ամեն ինչը փոխադարձ երկկողմանի հարաբերություններ են եւ ցանկությունները յուրաքանչյուրի կողմից ավելի շատ է, դու պետքա նայած ինչքան ես դու թույլ տալիս։ Եթե այստեղ ղեկավարը այնպեսին է, որ թույլ է տալիս, իհարկե կարա Ռուսաստանի Դաշնությունը սկսի զանգերով մեր քաղաքականությունը որոշել։ Եթե թույլ չի տա, ուրեմն կլինի լավ հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն, բայց զանգերը կլինեն այնքանով, ինչքան որ դու թույլ ես տալիս։ Այսինքն ընկերությունը բոլորս գիտենք, որ պիտի փոխադարձ լինի։ Հետո Ռուսաստանից մենք շատ բաներ պահանջելով, մենք մոռանում ենք, որ շատ բաներ պետք է նաև մենք անենք, որպեսզի ընկերդ քո կողքը գա։ Ես դա եմ ասում, տեսեք օրինակ 23 թվականին ինչ մի բացառիկ դեպքեր ա եղել, երբ որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը այդ հարձակում գործեց դիրքերի վրա Արցախի հանրապետության որոշակի այդ դիրքեր, որ կային այնտեղ դրանց վրա, այսինքն հարձակման արդյունքում մահանում էին հայեր, մահանում էին մեր քաղաքացիները, Գորիսի շրջանի մեր դիրքերից նույն հայ սահմանապահները, հայ խրամատում կանգնած զինվորը տեսնում էր, թե իր եղբորը իր ընկերներին ոնց են սպանում, բայց հրաման չկար պաշտպանելու ընդամենը։ Ու դրանից հետո, երբ որ ասում եք, գիտեք, խաղաղապահ ուժերը թույլ տվեցին, որ այդ ամեն ինչն եղավ, դե թույլ միգուցե թույլ տվեցին, միգուցե Ռուսաստանի դիրքերը այնպեսին չէ, միգուցե բազմաթիվ հարցեր կա, միգուցե այն ամենավատն ասեն, գուցե կաշառել էին։ Այդ ամեն ինչը կարա լի, կյանքը չէ, ամեն ինչ կա, երբեք ոչ մի բան չես կարա բացառես։ Բա այդքանով հանդերձ ոնց կարող ես դու տեսնել, որ քո եղբորը, քո ընկերոջը, լավ քո տեսակին, բա մեր միասնությունը ինչու՞մն է, մեր տեսակային մոտեցումը սպանում են ու դու ձեռնպահ ես մնում։ Այդ բացառիկ բան է, պատկերացնում եք, երևի Հայաստանի պատմության ընթացքում ունենալով պետություն, քո քաղաքացիներին, մարդիկ գնում ուրիշ երկրում են իրենց քաղաքացիներին պաշտպանում։ Գնում են ասում են, գիտեք, պետությունները կներեք ասում մարդիկ։ Պետությունները, ասենք հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացուն մի հատ ինչ որ ասիական պետությունում մի քանի քաղաքացու վնաստած կարող է մի հատ նավ ուղարկի Տրամպը դրա հետևից։ Ասենք բա քո քթիտա քեզանից մոտարպես 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա քո եղբայրներին, քո բարեկամներին, քո տեսակին սպանում են, գնդակարում են ու դու ձեռնպահ ես մնում։ Դե արդարացումն ինչ էր, որ ուզում են մտցնեն ինչ որ պատերազմի մեջ, որի արդյունքում կորցնենք այս ինչ բաներ։ Դուք եք կանխակալ մտածում կորցնենք։ Նախ այդ կորուստները սկսվում են ղեկավարության պատճառով։ Այսինքն այս ամեն ինչը մի անուն ունի, էլի, մի տեղից է գալիս եւ արդարացումներ միշտ կարաս գտնես, արդարացումներ միշտ գտնում են, մեղավորներ միշտ կարող են գտնեն, բայց գործը կա, պետքա գործը անես։ Միշտ ի սպասելիքներն էլ պետքա չափավոր սպասելիքներ ունենես ընդհանրապես ուրիշներից, մեծ պատասխանատվություն կրես դու, որպեսզի
վաղը չէ միսօրը անհիմն տեղը չհիասթափվես։ Իսկ հիասթափեցնել կարանք մի օր Ռուսաստանից, հիասթափվենք մի օր Ֆրանսիայից, ասկան որ մի հատ անալիզ անենք, հասկանանք որ այդտեղ խնդիրը մեր մեջ է։ Պարոն Մանուկյան, դուք նաև հետևում եք, չէ՞, չնայած Հայաստանում անդադ խոսում են ռուսական կողմից հիբրիդային պատերազմի մասին, տեղեկատվական պատերազմի մասին, դիմում են Եվրամիությանը, բայց Փաշինյանի ոտքը հենց ընկնում է Մոսկվա, շատ խելոք վարքագիծ ունի Պուտինի մոտ, այսինքն այնտեղ չկա նման հայտա։ Եթե իրականում հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանը մեր դեմ, ինչու ինքը չի խոսում հրապարակային հենց Պուտինի ներկայությամբ դրա մասին։ Որտեվ ինքը այդ հիբրիդային պատերազմով ինքը ներքին օրակարգ է ուզում, ներքին օրակարգում ներքին խնդիրներ է ուզում լուծի։ Այսինքն իրականության մեջ ինքը այս պայծրությամբ չեմ կարծում ինքը Ռուսաստանից տենց վտանգ է տեսնում։ Որտեվ Ռուսաստանը չեմ կարծում որ տենց շատ լուրջ երկե կուզենա միջամտի, կուզենա ունենա իրան ավելի հաճո իշխանություն, իրան ավելի լսող իշխանություն, նույնը ոնց որ արևմուտքը։ Հիմա արևմուտքը չի ուզում ստեղ ունենա իշխանություն, որ իրեն լսում է։ Իհարկե ուզում է։ Արդեն ունի։ Այսինքն ունի, կուզենա ավելի մի հատ իշխանություններ, որ ավելի շատ լսի։ Այսինքն այդ հակադրության մեջ ու մեծ կենտրոններին իր այդ հակադրելը, դա այն մարդիկ են անում, այն ուժերն են անում, ովքեր իրական օրակարգ, իրական իրանք ստեղծարար չեն, ստեղծող չեն, իրանք հանրային բարիք չեն կարող ստեղծեն, գնում են կոնֆլիկտների ու ոչ թե իրական կոնֆլիկտների, բառերով կոնֆլիկտների։ Իրանք այդքան ունակություններ չունեն իրական կոնֆլիկտներ։ Եթե մի հատ քաղաքական ուժ, մի հատ ներկայացուցիչ դուրս է գալիս անդադ հակը, խոսում են ինչ-որ հակառուսականությունից, հակաարևմուտքից, տարբերություն չկա ստեղ։ Մենք անցել մեր հաղորդումներից մեկի ժամանակ խոսացինք արևմուտքին ով կարող է բան ասել, գեղեցիկ, ասում է, հին աշխարհն է, մի քիչ այն կողմ Ամերիկա, Միացյալ Նահանգները նոր աշխարհն է, նորմալ է ամեն ինչ, գեղեցիկ վայրերը, նորմալ մարդիկ են իրական նորմալ մարդիկ են։ Իսկ Ռուսաստանի արևմուտքի կոնֆլիկտը իրան շահերի բախում կա, դրա համար է կոնֆլիկտ։ Նույնիսկ բժշկական բնագավառում, երբ որ մենք շփվում ենք, նույն Ռուսաստանի ռուս բժիշկները շատ մտերիմ հարաբերությունների մեջ են, շատ մտերիմ արևմուտքում բժիշկների հետ։ Այսինքն իրանց մեջ իրականում եթե շահերի բախում չներ, առարկայական շահերի, չգիտեմ, հողային տարածքներ, ռեսուրսներ, իրանց կոնֆլիկտը դրա պատճառով է։ Եթե այդ կոնֆլիկտը չլինի, իրանք շատ մոտիկ բարեկամներ եւ ընկերներ կլինեն։ Բայց մենք քանի որ չունենք ոչ մեկի հետ նման շահերի բախում, մեր դեպքում ընդհանրապես իմաստ չունի ոչ Ռուսաստանի, ոչ արևմուտքի հետ լավ ու վատ լինել եւ առավելևս նրանց հակադրել։ Բացարձակ իմաստ չունի, տրամաբանական չի։ Բայց ինչու է անում այս մարդը այդպես։ Կեղծ օրակարգ են ստեղծում, գիտեք, այն իշխանությունը, որ նպատակ ունի, չէ՞։ Իհարկե, երբ որ դու չես կարում քո ետևից գործեր թողել, այսինքն տեսեք, ընդդիմությունը, երբ որ ընդդիմադիրները մի քիչ շատ են խոսում, այդ նորմալ է։ Ուզում ես քո տեսակետները հասցնես մարդկանց, որ վաղաչեմսորը ձայներ ստանաս, որ հավատացնես, որ դու ինչ որ բան անող մարդ ես, ինչ որ բան ունակ ես, բայց երբ որ իշխանության ես պետք է քիչ խոսես։ Իշխանությունը ինչ պետք է անի։ Իշխանությունը, երբ որ շատ խոսում է շատ ինչ որ ներկայացնում է ինչ որ բաներ, ուրեմն մի բան այն չի, որովհետև ուղղակի քո ետևից պետքա գործերը մնա։ Կարա հիմիկված տեխնոլոգիաները այնպես են, որ ունենաս որպեսի որոշակի բաժիններ, ինչ որոշակի ներկայացնեն, որ մարդկանց հասանելի, որ դες այս գործերը արեցիք, բայց բուն իշխանությունը առավել եւս երկի ղեկավարը, ասենք ամեն օր ռեժիմում ինչ որ բաներից է խոսում։ Չոր չգիտեմ, YouTube-ի մոնետիզացիայից մինչև ադրբեջանական բենզին։ Չէ, ես չեմ կարող կրկնեմ, հա, ինչ որ բան է, բայց պետքա չասես, մենք պետքա տեսնենք։ Քո աշխատանքը պետք է լինի քիչ խոսելը, քիչ երևալը իրականում։ Քիչ երևալը հանրային։ Որ չզզվեն մարդիկ։ Սա մարդիկ աշխատանք, մի քիչ մարդկանց հանգիստ թողես, որովհետև իշխանության կարևորագույն գործերից մեկը կամ կարևորագույն իշխանությունից մենք ինչ ենք պահանջում, որ նաև մեզ մի քիչ հանգիստ թողեն։ Պարոն Ալգան, դուք ասեք, որ շփվում եք մարդկանց հետ, փոքր հարցումներ եք անում, հա, փորձում եք տրամադրություններ հասկանալ, սովորաբար 9-10 տարի հետո մարդիկ հոգնում զզվում են իշխանություններից, այդ լեն իշխանություններից, ինչպես դուք ասեք, որ քիչ են երևում, այսինքն գործ են անում, հնարավորինս շատ ժողովրդի աչքին չեն երևում։ Այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ ամենօրյա ռեժիմում ինչ-որ մանր խնդիրներով Facebook live, չգիտեմ, գրառում, կառավարության նիստ, խորհրդարանին նիստեր, զզվել են մարդիկ իրենցից ձեր գնահատմամբ։ Ես այն ինչու եմ ասում, որովհետև անընդհատ Երևանը շատ կարևոր է, մի ժամանակ մի հետաքրքիր պատմություն կար Ռուսաստանում գործող հայ հումորիստներից մեկի հետ կապված, սովետական միության հումորիստներից, որ նոր Ռուսաստանում գործում էր, անունը մոռացա այդ մարդը, մի խոսքով, այդ մարդը բանի առաջին ալիքի, ռուսական առաջին ալիքի տնօրենի հետ կոնֆլիկտի մեջ էր եղել
եւ կոնֆլիկտը ոնց էր զարգացել, այսինքն տնօրենը որոշել որպես այս մարդուն այնպես ան իր համերգներին իր հաղորդումները դիտումներ չունենան, ուղղակի սկսել էին ամեն օր իրան ցույց տալ, այնքան որ զզվեն մարդիկ իրանից, ու իրականում այդ մարդը արդեն զզվելի էր դարձել իր հումորները, իր բաները, այս առումով ինչպես է գնահատում իշխանությունը։ Զզվել են մարդիկ, թե դեռ այդքան չէ։ Գիտակից մարդիկ կոնկրետ մեկ անհատից երկրի ղեկավարից խիստ ոչ միայն զզվել են, մի քիչ զզվել ուրիշ կատեգորիա, այլ հասկացել է, որ ինքը երկիրը կործանող մարդ է։ Այսինքն մարդ, որը մեկ վայրկյան շուտ պետք է այնտեղից գնա։ Իր շրջապատից կան մարդիկ, որոնք այդ թեզերը իսրտե պահում են, իհարկե նույն վերաբերմունքին են արժանանում։ Իսկ ընդհանուր իշխանությունը ասածը միշտ իշխանությունը կա մարդիկ, ովքեր այս տրամադրությունները ստեղծում են, եւ մարդիկ, որոնք նրանց կողքը հավաքվում են, միշտ են եղել, միշտ են լինելու, այսինքն այդտեղ փոփոխելու բան չկա։ Կոնկրետ մեկ անհատից բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ դի մեկ վայրկյան շուտ պետք է այնտեղից դուրս գա ու պատասխան տա իր բոլոր արարքների համար։ Զզվել ասածը, բայց ինքը այսքանից հետո զարմանում է։ Լավ խոսք է, չէ՞, որ դավադիտ անում արդեն։ Այսքանից հետո ուղղակի զարմանում ես, կան մարդիկ, որ իրականում աջակցում են իրար մոտ։ Ասում ես, լավ, ուզում ես քո մեջ անալիզ անես, միգուցե դու ես սխալ ես ամեն ինչի մեջ, միգուցե ինքն է ճիշտ, հասկանաս, ինչու՞մն է խնդիրը։ Այստեղ մի քանի կարևոր ես խնդիր եմ տեսնում, մեկը որ Նիկոլ Փաշինյանից առաջվա իշխանության ժամանակ Հայաստանում հայտնվել էին փոքրիկ ֆեոդալներ, որոնք իրականում մարդկանց իրանք իրականում զզվացրել էին տարբեր բաներով, ու իրանք այս Նիկոլ Փաշինյանի լինելը կապում են նրանց չլինելու հետ։ Այսինքն մտածում եմ, որ գիտեք, կամ Նիկոլ Փաշինյանի չլինելը կապում են նրանց վերադառնալու հետ։ Այսինքն ավելի շատ մի մարդկանց, մի զանգվածի մոտ, ովքեր հիմա պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ընտրեն, այդ վախնա նախքին այդ փոքրիկ ֆեոդալների վերադարձի, իրականում այդ վախնա։ Մի մասը ովքեր պատրաստ են այս պայծրությամբ գնան Նիկոլ Փաշինյանին ընտրեն, իմ կարծիքով այդ ուղղակի անձնական շահն է իրանց։ Ինչ որ բարեկամներ ունեն իշխանության, ինչ որ հնարավորություններ են ստացել, որ էլի բոլոր իշխանությունների ժամանակ նման բան լինում է։ Իսկ մնացած բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ասում եմ, մեկ վայրկյան շուտ իրանցից ուզում են ազատվել։ Շատ լավ, վերջին հարցը պարոն Մանուկյան, տեսեք, 2020 թվականի պատերազմից հետո, երբ իշխանության հիմքերը խարխլված էին եւ ամեն բայի իշխանությունը կարող էր փլվել, Նիկոլ Փաշինյանը մի քայլ արեց, որը կարծում եմ, որին Հայաստանի որևէ իշխանավոր չէր գնա, հա, երբ քաղաքացիական պատերազմի այսպես ակնարկ արեց, որ կոչ արեց իր կողմնակիցներին դիրքերից իջնել քաղաք, չնայած այդ դիրքերից ոչ մեկ էլ չիջավ, իրականում պարզվեց տենց շատ այդ կարգին հաղորդման բանը կտազենցի աջակիցներ չուներ, որ կգային մարդիկ, բայց ամեն դեպքում պետության ղեկավարը, իշխանություն կրողը կարող է նման բաներ վտանգավոր քայլերի գնալ։ Հիմա երբ ընտրություններ են, երբ հասկանալի է, որ ինքը վարկանիշ չունի, երբ հասկանալի է, եթե քաղաքացիները ակտիվ գնան, իր պարտությունը անխուսափելի է, հա։ Շատերի մոտ տեսնում եմ մտավախություն, որ այս մարդը այնքան է միաձուլվել աթոռի հետ վարչապետական, որ ամեն կերպ փորձելու է չտա, եթե պետք լինի, անգամ զենք կանի ժողովրդի դեմ։ Դուք ոնց եք նայում սրան։ Միանշանակ այդ գիտեք ուղղակի մենք էլի մի անգամ խոսեցինք այդ շարունակությունը, ինչպես անել, որ Փաշինյանը հասկանա, որ չի կարող զենք անել ժողովրդի դեմ, որ դա իր համար ավելի վատ հետևանքներ է ունենալու, քան ուղղակի հանգիստ թողնել իշխանությունը։ Ցանկացած բռնապետ ոնց է այդ իշխանությունից զրկվում, կամ շատ վատ մեթոդներով, որը մենք բազմաթիվ աշխարհում տեսել ենք կամ պատմության ընթացքում նկատել ենք, որը երկրի տեսանկյունից ձեռնատու չի երկրին իրականում նման ինչ-որ ճգնաժամերը հետո նախադեպեր է ստեղծում, որը չի կարելի, որպեսզի անկախ նրանից մարդիկ խիմի մեծ մասը մարդկանց հեղափոխություններ չեն սիրում, որտեղ բազմաթիվ նոր բաների նախադեպեր է լինում եւ որը անդադ անկայունություն է ստեղծում։ Իսկ երկրի զարգացման համար շատ կարևոր է կայունությունը։ Դրա համար այդ մեթոդը ոչ մի տիպի ոչ մեկին ձեռնատու չի եւ ինքը պետք է այդ ամեն ինչը գիտակցի, որ երբ որ պահը գա, որ ինքը պետք է թողնի ու պետք է թողնի, այսինքն երբ որ ինքը հունիսի 7-ի երեկոյան հասկանա, որ գիտեք ինքը մեծամասնություն չի կամ ընդդիմությունը միասնական կլինի, թե ընդհանուր ընդդիմությունը գումարային ձայները 50+1-ն ինքը պետք է հանգիստ թողնի, բայց իմանալով իրեն, տեսնելով իր ետևից թողած չակերտների մեջ գործերը վատ առումով, ինքը իհարկե հասկանում ենք, որ նորմալ ճանապարհով չի թողնելու։ Այդ ժամանակ մի մեթոդ կա ամբողջ հանրապետությունը, երբ որ հունիսի 7-ի երեկոյան տեսնենք, որ ընդդիմությունը
հստակ 50+1 ձայն ունի, ամբողջ հանրապետությունը պետքա դուրս գա փողոց խաղաղ ձևով ու ասի, որ գիտես մենք տերենք մեր տված ձայնին, ավելնորդություն, որ ինքը թույլ չտա, բայց սցենարներ, բազմաթիվ սցենարներ պատկերացնում ես մտքիդ մեջ, ենթադրում ես, բայց դες բարձրաձայնելու կարիք էլ չունես, քանի որ միգուցե մարդկանց մոտ ինչ որ դրանից ոգևորվածություն առաջանա կամ հակառակ իշխանության մոտ ոգևորվածություն առաջանա։ Մութ անտառը անցել անգամ էլ ես ասացի, պետքա ուղղակի բոլորս այդ պահին ավելի գիտակից, ավելի խելացի եւ մի քիչ հեռատես լինենք, ոչ թե մտածենք մենակ այդ պահի այդ ժամի այդ պահի հետ կապված։ Աստված տա այդ պահը գա ընդհանուր ընդդիմությունը իր այս նախընտրական ճանապարհը ճիշտ անցնի, որովհետև ես ասում 80% մոտ ժողովուրդը կարդինալ դեմ է Նիկոլ Փաշինյանին, բայց այդ ամենը պետք է կոնսոլիդացվի։ Իսկ կարա սխալ ճանապարհ անցնի այս նախընտրական ճանապարհը եւ մեկ էլ մտնենք հունիսի 7-ի երեկոյան հասկանանք, որ չէ լրիվ ուրիշ սցենար ստացվեց, որը երկրի համար, մեր երկրի համար հստակ կործանարա, պետք է յուրաքանչյուրս գիտակցենք ու մեր պատասխանությունը կրենք, ոչ թե գնանք մեր այդ մի պահին ձայն ստանալու կամ ինչ որ երազած մեկի պաշտոնի իշխանության, պետք է ընդհանուր գործը առաջ տանելու համար մեր պատասխանությունը մենք զգանք։ Շատ լավ, շնորհակալ եմ Մանուկյան այդ այգեր զրույցի համար։ Ես շեշտեմ զրույցում էի Հայկական ճանապարհ կուսակցության ղեկավար հիմնադիր Նարեկ Մանուկյանից, տեսություն կհանդիպենք։